Որպես հեղափոխությունից հետո առաջին պաշտպանության նախարար, համաձայն եք, որ բանակի ավերակների վրա նոր բանակ է ստեղծվել։ Ավերակների։ Այո, մասնավորեցնեմ, դա Նիկոլ Փաշինյանն է հայտարարել։ Մի մասնավորեցեք, ես համաձայն չեմ այդ գնահատականը։ Ինչ հիմքեր եք ունեցել եւ ինչ հիմքերի վրա եւ արդյոք նոր բանակ եք ստեղծել, թե Ես ղեկավարել եմ այդ զինված ուժերի համակարգը, անհնարին է, որ ես այդպիսի գնահատական տամ, որ ավիրակների վրա է եղել, ոնց ավիրակների վրա։ Բայց այսօրվա զինծառայողները, որոնք որ գեներալական պաշտոններ են ստացվել եւ կրթվել են եւ վերապատրաստվել են իմ պաշտոնավարման ժամանակ, այդ մարդկանց ոնց կարող է ես ավերակ գնահատեմ որպես։ Բայց այն երիտասարդները, որոնք որ ինձ կյանքը նվիրել են, այդքան քաջություն են ունեցել, որ մավանդեմ են կանգնել, ոնց ես կարող է իրենց ավերակի գնահատական տան։ Անցանք առաջ է։ Խոսույթին կուզեմ նաև անդրադառնալ։ Մի գնացեք, ինձ մի մցրեք այդ։ Կամ հիմա դադարեցնում ենք, ինձ մի մցրեք այդ նախընտրական վառապաշարի մեջ։ Չէ, խնդրեմ անդրադառնալ այն խոսույթին, որ Նիկոլ Փաշինյանի եւ ոչ միայն իշխող ուժի կողմից խոսվում էր այն մասին, որ ինչու չեն զոհվել արցախցիներ, հետո իրենց խոսույթը խմբագրեցին նշելով, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն էր վերաբերում, դուք ընդհանրապես ինչպես եք գնահատում այդ զոհվել, չզոհվելու, ինչու եք դուք ողջ մնացել այդ, չեմ ուզում ասել քարոզչական թեզին, ինչպես եք նախ գնահատում այդ ամենը։ Չեմ գնահատում։ Ես նորից կրկնում եմ այդ քարոզարշավի խոսույթը, որ ասում է բոլոր կարմիր գծերը եւ բարոյական եւ պաշտպանությանը վերաբերող ամտանգության վերաբերող հարցերին, ես չեմ ընդգրկվելու դրա մեջ։